Այդ տեսարանից հետո տեսնում ենք, որ այնտեղ թաքնված էր ևս մեկն, ով պետք է սպաներ կիլերներին, սակայն այդ փամփուշտները չեն դիպչում նրանց։ Ահա այստեղ էլ բացվում է ֆիլմի ամենակարևոր փիլիսոփայությունը։ Նրանք ականատես եղան իրական հրաշքի, որն ըստ Ջուլսի Աստծո կողմից եղավ, թե ինչպես պնդում է Վինսենթը, դա պատահականության պատճառով էր։ Это знак свыше. Знаешь, что за знак свыше? Մենք իմացանք, որ սյուժեն կառուցված էր պատահականությունների վրա, ապա որ Ջուլսը ցանկանում էր փոխել կյանքն ու դա բխում էր հոգևոր գաղափարներից։ Իսկ վերջում պարզ է դառնում, որ լինում է կրակոցը, ու նա հստակ սկսում է փոխել իր վերաբերմունքը կատարվածի նկատմամբ։ Եվ այդ ամենը ոչ թե համարում պատահականության, այլ Աստծո կողմից միջամտության արդյունք։ Եվ ինչ է լինում այս ամենի արդյունքում։